Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեղությունն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել են Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Արշակյանին։ Բարև ձեզ, պարոն Արշակյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Սիրով։ Պարոն Արշակյան, նախորդին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ասուլիսում, որտեղ հայտարարեց, որ իրենից լավ ոչ ոք չի կարող Հայաստանը այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերել։ Որքանով եք կիսում այս գնահատականը դուք։ Ես պետք է ասեմ, որ նախ արդյոք ճգնաժամ է Հայաստանում, որպեսզի դուրս բերենք, պետք է նախ եւ առաջ ճգնաժամ լինի։ Ես կարծում եմ, որ ճգնաժամ չկա այսօր Հայաստանում, այն մի բան է, որը կոչվում է վերաիմաստավորում։ Շատ հնարավոր է, ես այսօր բարի եմ, շատ հնարավոր է, որ որոշակի պայմաններում Ռոբերտ Քոչարյանը իսկապես կարողանալ արդյունավետ գործունեություն ծավալել, բայց հիմա այդ Հայաստանը չի, ընդհակառակը իմ կարծիքով այսօր Ռոբերտ Քոչարյանը անելիք չունի, ուղղակի ժամկետ անց է, այդպես ասենք։ Ես նույնիսկ ասեմ, որ դեռևս այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը ասպարեզ եկավ, արդեն անցել էր պերեստրոյկան Ռոբերտ Քոչարյանին, այսինքն Հեյդար Ալիևի կադրերին խոտանել էր, որովհետև պերեստրոյկան հենց ինքը որպես թիրախ ընտրեց Ալիևին, տարօրինակ է, բայց Ալիևը եւ իր կադրերը թիրախավորվեցին պերեստրոյկայի ժամանակ, այսինքն խոտանվեց Ալիևը իր կադրերով, անձնակազմով, արդեն ժամկետ անց էր պերեստրոյկայի ժամանակ, Ղարաբաղյան շարժումը հակապերեստրոյկայական շարժում էր եւ ասպարեզ կար Ռոբերտ Քոչարյանի համար, հակա ժողովրդավարական շարժում էր ու սովետական միությունում եւ Ռոբերտ Քոչարյանը հաջողությամբ դրսևորեց իր ունակությունները, բայց դուք պատկերացրեք խոսքը 30-40 տարի առաջվա մասին է, եթե 30-40 տարի առաջ մարդը ասպարեզ ուներ պերեստրոյկայի դեմ շարժմաններ մասնակցում, բնական է ինքնավստահությունը, այդ ինքնավստահությունը գալիս է այնտեղից, իսկ մեր համար Հայաստանի Հանրապետության, սովետական Հայաստանի համար, ես չգիտեմ դա գուցե մեծամիտ է հնչում, բայց Հայաստանը Ադրբեջանի, սովետական Հայաստանը, սովետական Ադրբեջանի հետ համեմատած շատ ավելի քաղաքակիրթ էր, այդ տերմինն օգտագործենք, շատ ավելի արդիական պետություն էր, շատ ավելի ժամանակակից էր այն ժամանակների համար, ու Ադրբեջանը որոշ իմաստով արդյունաբերական, նավթային, գյուղատնտեսական ու թվեր կան, էլի, այսինքն օրինակ Հայաստանը 10 անգամ ավելի պակաս խաղող էր աճեցնում, քան թե Ադրբեջանը, որովհետեւ պատկերացնեք, ինչ գյուղատնտեսություն կար ադրբեջանական սովետական սոցիալիստական հանրապետությունում, այսինքն գավառականություն կար, դա նաև ռուսական իմպերիայի ավանդական գնահատականի առումով որպես թուրքական պետություն նա մի քիչ հետ մղված էր, օրինակ ատոմակայան թույլ չտվեցին, ավտոմոբիլային արտոնաբերություն չկար, այսինքն հումքային էր Ադրբեջանը ու այնտեղի կադրերը պրովինցիալ էին Հայաստանի Հանրապետ, օրինակ Ռայկոմի քարտուղարը նոմենկլատուրան սովետական Հայաստանում գործող շրջաններից որևէ մեկը վերցնենք, Ռայկոմի քարտուղարը շատ ավելի մայրաքաղաքային էր, քան թե Ադրբեջանում որևէ շրջանի։ Այդպես էր, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը որպես պրովինցիալ պարտկոմ Հայաստանում ակնհայտորեն պրովինցիալ էր, իր ինքնավստահությունով, այսօր էլ, ես էլ եմ նայել այդ հաղորդումը, չգիտեմ ձեր եթերը Ռոբերտ Քոչարյանինը չի, չէ։ Հանգիստ կարող եք ասել։ Խոսքի ազատությունը կա։ Ազատ արտահայտվում, չկաշկանդվեմ, որ չեք կտրի։ Ուրեմն ես կարծում եմ, որ բացարձակ նմուշային էր այդ ինքնավստահությունը, դա գավառականության, այ գավառական բակ, մենք ենք մեր սարերը, մենք մեր սարերում ինչ ուզեմ կանեմ, ու լավ կանեմ եւ այլն, դա հենց նշանակում է, որ
պրովինցիալիզմ էր։ Ես համարում եմ, որ այդ ժամանակները բարեբախտաբար անցել են, Ռոբերտ Քոչարյանի ծառայության կարիքը որևէ մեկը չի զգում։ Նա արդեն Հայաստանում եղել է նախագահ, վարչապետ, ըստ պրովինցիալ կարիերիստի, նա հետ չպետք է գա, պետք է առաջ գնա, այսինքն հիմա իմպերիայում պետք է պաշտոն ստանալ, աճ, որպես պրովինցիալ, նա պետք է աճի տեսակետից հետ չգար, դու Հայաստանում արդեն եղել ես 10 տարի, աճի տեսակետից ինքը պետք է անպայման Վլադիմիր Պուտինին հրեր ուսով ասեր տեղ տուր, գավառից եկել եմ, կոլխոզի պարտկոմ եմ, տեղ տուր ինձ KGB-ի մայոր։ Պարոն Աշակյան, այսինքն ձեր կարծիքով Քոչարյանի այդ համոզմունքը պայմանավորված է ոչ թե իր փորձով, ինչպես օրինակ ինքն է պնդում կամ անդիմադիր դաշտի թուլությամբ, կամ թեկուզ տեսակետներ կան, որ Փաշինյանն է դրդում նրան, որ մնա քաղաքական դաշտում, որպեսզի Փաշինյանի վերարտադրվելը ավելի հեշտ լինի, այլ ուղղակի Քոչարյանի ինքնավստահությամբ է պայմանավորված։ Եվ երկուսն էլ կան։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար շատ հարմար մրցակից է։ Ժամկետանց, տարեց, մենք գիտենք, որ պարբերաբար բժշկի է դիմում տարեցներին հատուկ հիվանդության պատճառով, ես ձեր եթերում չասեմ դա, ուրեմն և ակնհայտորեն պրովինցիալ, ինքնավստահ, ժամկետանց, իհարկե Նիկոլ Փաշինյանի համար այդպիսի մրցակիցը հարմար է, ուրեմն դա պատկերացնում եք համընկել է, փոխ լրացման խնդիր է գնում, ինձ հարմար է քո թուլությունը, որպես մրցակից, ես կարծում եմ դա է, ճիշտ է, եթե լիներ, ուղղակի նա պետք է իրավունք չունենար, եթե Նիկոլ Փաշինյանը ուզենար մրցակցային ընտրություններ անցկացնել, որպես երկրի ղեկավար, նա պետք է իրավունք, Ռոբերտ Քոչարյանը պետք է իրավունք չունենար քաղաքական ասպարեզում գործելու իրավունք պետք է չունենար։ Այդ իրավունքը ենթադրում է, որ դու հարմար ես, արի։ Եթե Քոչարյանը վստահ է, որ միայն ինքը կարող է, ինչպես ինքն է իր խոսքում նշում, այս ճգնաժամային իրավիճակից երկիրը հանել, ապա հասկանալի է ձեզ այն միտքը, որ առաջին տեղ չզբաղեցնելու դեպքում մեջբերում եմ, իր խոսքերը, նա հրաժարվում է որևէ հավակնությունից, չկա այստեղ ներքին հակասություն։ Կա։ Նախ եւ առաջ ուժեղ լինելը քրեական գործով հետապնդվող մարդը, դա խցիկային հոգեբանություն է նաև, այս խցիկում ես ուժեղ եմ, մանավանդ եթե մենակ ինքն է, այսինքն բանտում դու այնքան թույլ ես, որ դատախազի հարցերին ես պատասխանում, քննիչի հարցերին ես պատասխանում, թույլտվություն ես խնդրում արդարադատության համակարգից տեղաշարժվելու համար, դու դա ինչ ուժ ես, որ քո գույքը կալանքի տակ է, չես կարողանում տնօրինել քո գույքը, ու դու գալիս ես Հայաստանը բարձրացնելու, զարգացնելու, ուժեղացնելու համար, դու գալիս ես Հայաստանի փեշերից կախվելու համար, դու օգնության կարիք ես զգում, ակնհայտորեն, բարբերաբար կողքերը տեսնայում հուշարարները, որ ասեն, որ թիվն է, որ դու երբ ես եղել այդտեղ, դա կարդացել ես, թե չես կարդացել, գոնե տեսախցիկները անջատ էին, մենք դա չտեսնեինք, ես տեսա, որ հարցում է, դա ոնց էր եղել ու կողքերն էր նայում, որ օգնականներն ասեն ինքը եղել է, այդտեղ թե չի եղել, դա ինքն է արել, թե իրեն են արել, կարծում եմ, որ հենց այդ ներկայացումը, որը կոչվում էր մամուլի հետ, մամուլի ասուլիսը ցույց է տալիս, որ մարդը օգնության կարիք է զգում, կարիքավոր է Հայաստանի Հանրապետությունը կարիքավոր մարդկանց պետք է օգնի, նրանք չեն կարող Հայաստանի Հանրապետությանը օգնել, Հայաստանի Հանրապետությանը ազատ ամբասիր վարքագծով կենսագրությունը պարտկոմից, Ալիևի պարտկոմից սկսված իմիջիայլոց Ալիևն էլ դա ասում է, նույնիսկ նա չի վստահում, այդպիսի բաները գաղտնի են պահում,
չեն ասում չվարկաբեկելու համար այս պահին պետք չի ասել, բայց նրանք ասում են, այսինքն նույնիսկ նրանց համար է ինքը անցանկալի կադր, ես ասեմ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի մասին ինքը շատ էր խոսում, այսինքն ասում էր Ռուսաստանն է, ես Ռուսաստանի շահերն եմ ներկայացնում, բայց Ռուսաստանը չի կարողանում քեզ ազատել քրեական հետապնդումից։ Ուրիշ բան չեմ ասում, գիտեք, զենք, զինամթեր, կարթնաբերություն, գուրք, պարտքի դիմաց, դրանցից չի ազատում, բայց կալանքից էլ չի կարողանում ազատել։ Բավարար դու վրա ես հույս դրել։ Ռուսաստանը, երբ որ մեկին ուզում է ազատել ու աջակցել, ուղարկում է իր դիվիզիաները, գալիս են, աջակցում են։ Բայց ոնց Ռուսաստանի համար դու ով ես։ Ռուսաստանի համար դու ով ես, որ այստեղ քեզ կամկամալով ասուլիսների ասպարեզ են թողել։ Կարծում եմ, որ Ռուսաստանը նրան չի աջակցի։ Չկա աջակցությունը։ Այն ժամանակները, երբ աջակցում էր, անցել են։ Պարոն Արշակյան, Քոչարյանը հայտարարել է նաև, որ թրիփը դառնալու է Հայաստանի անվտանգային ամենամեծ սպառնալիքը։ Ինչպես է գնահատում այս տեսակետը, համաձայն եք արդյոք, որ այդ գործոնը կարող է լինել շատ մեծ անվտանգային խնդիր Հայաստանի համար։ Գիտեք, ես հավատարիմ մնամ ինքս ինձ, դա պրովինցիալ ինքնավստահության դրսևորում է։ Այսինքն ինքը կարծում է, թե կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգների կամքին հակառակ ինչ-որ բան անել, այդ գեղչկական կարգել ես Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Թուրանին, Իրանին, Ռուսաստանին, Եվրոմիությանը, Չինաստանին, Հնդկաստանի դեմ ասում դռները ես կփակեմ։ Նախ շատ կարևոր բան է, երբ որ Թրամփը գալիս էր այստեղ, նա մեզանից չի ստացել թույլտվությունը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի տիրոջն է նա դուրս հանել այդ տեղից։ Մենք գիտենք, որ այդ նույն ճանապարհի համար մեղրի մասին է չէ խոսքը, մեղրի համար կարիդոր կամ կալիդոր իրանց լեզվով ասենք, իրանց գյուղում կալիդոր են ասում։ Եղել եմ այդտեղ ես։ Փոխանակում է եղել, ես Երևանը թողել գնացել եմ Արցախ, արցախցիները եկել են իրենց ընտանիքով եկել են Երևան։ Ուրեմն այդ կալիդորի փաստաթուղթը մենք տեսել ենք նոյեմբերի 9-ին, տեսել ենք, ուրեմն նոյեմբերի 9-ից վերցրել է օգոստոսի 8-ը այդ իրավունքը։ Մենք դա տվել ենք։ Նոյեմբերի 9-ին մենք ասեցինք, որ տալիս ենք հանուն մեր երկրի գոյության, Արցախի գոյության, չէ, Լաչինի Միջանցքի հետ փոխանակում ենք, Լաչինի Միջանցքը մեզ, այդ Միջանցքը կամ ճանապարհը ձեզ, Ռուսաստանի Ֆեդերացիային մենք տվեցինք։ Հիմա Ռուսաստանի Ֆեդերացիան դա ում տվեց, Ռոբերտ Քոչարյանը պետք է ասի չէ, չեմ տալիս, Ռուսաստանը դա տվել է, հանձնել է։ Մենք համաձայն ենք դրա հետ, ընդհանրապես մենք համաձայն ենք եւ մենք շահեցինք դրանից, ատոմակայան ուզեցինք, չէ, համակարգիչներ ուզեցինք, արտադրություն ուզեցինք, փող ուզեցինք, երաշխիքներ ուզեցինք։ Մի խոսքով մի քանի բան մենք ստացանք այդ փոխանակումից առևտրից։ Նոյեմբերի 9-ը փոխեցինք օգոստոսի 8-ի հետ եւ մենք ահագին բան շահեցինք։ Հիմա ինքը ինչ է ասում։ Այսինքն դեմ է Պուտին-Տրամփ գործարքին։ Բայց ինչ է Հայաստանում դառնում։ Վաշինգտոնի, Մոսկվայի տեղը դատախազից թույլտվություն խնդրի, դատախազն է քննիչներից թույլտվություն ստացի, գնում ես կանգնում ես, հերթ ես կանգնում, քեզ ընդունում են, ասում ես, որ խնդրում եմ ինձ թույլ տաք տեղաշարժվելու իրավունք տվեք, գնամ Վաշինգտոն Տրամփին ստիպեմ, թե խնդրեմ, որ հետ կանգնի իր ծրագրից։ Դա ճանապարհն էլ կգա Մոսկվա, Պուտինին կասի, որ ես հետ եմ վերցրել Արախպեր ջան։ Մեղրին տալիս եմ քեզ։ Դրա մասին պետք է լինի խոսակցությունը, չէ։ Ինքը դա կարող է անել։ Ով որ դա ասում է, ես ասում եմ,
շատ խորը գավառական միտք պետք է ունենա, որ մարդը մտածի կարող է այդ երկուսին, այդ հսկաներին համոզել, չհամոզել, պարտադրել։ Թողեք, բան արեք, հիմնա, մեղրին ես եմ տալու, եթե մեկին պիտի տամ։ Ռոբերտ Քոչարյանը նաև չի բացառել խոշոր նախընտրական բլոկների ձևավորման հնարավորությունը։ Ձեր կարծիքով նման բլոկները կարող են գաղափարական իրական բովանդակություն ունենալ, թե սա իշխանության վերադառնալու տեխնիկական խնդրի լուծմանն է ուղղված։ Դա իրականությունից կտրված մարդու կարծիք է։ Ռոբերտ Քոչարյանը տոքսիկ է։ Տոքսիկը գիտեք որն է։ Բորոտ է։ Հայերեն բորոտ է։ Թունավոր է, նրա հետ ով կուզենա գործարքի մեջ գնան սակամերնիկ դառնան, ինչ անեն, հետը նստեն, թե բան ուղարկեն, պայոկ ուղարկեն բերդ, տակ գուլպաներ, պամպերս, դրա կարիքն էլ էինք զգում ուղարկեն, ինչ անեն, գործընկերը ինչ պետք է անի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այսինքն իրատեսական չեք համարում նման միավորումներով ընդդիմությանը կհաջողվի իշխանափոխության հասնել։ Տեսեք, չեմ բացառում քաղաքական օգտակար իդիոտիզմը, քաղաքականության մեջ կա իդիոտիզմ։ Ուրեմն մենք լյուստրացիա կանենք, կիմանանք, թե քաղաքականության մենք ինչ իդիոտներ մենք ունենք, ովքեր որ բանտում գտնվող ժամանակավորապես ազատության մեջ գտնվող մարդի հետ քաղաքական դաշինք է կնքում, քաղաքական ծրագրեր է մշակում։ Մենք դա լավ է, ես ասում եմ շատ լավ էր, որ ես դեմ եմ, որ նրա այդ իրավունքը, ես կարծում եմ, որ թյուրիմացություն է ասուլիս կազմակերպելու իրավունքը, թյուրիմացություն է, թուլության, անփութության հետևանք է, բայց մյուս կողմից ինքս ինձ մխիթարելու համար եւ իշխանությանը սուր չքննադատելու համար, ասում եմ, որ լյուստրացիա էլի թող խոսի, տեսեք ինչեր է ասում։ Ո՞ց կարելի այդպիսի մարդու հետ դաշինք։ Ասում եմ, դաշինք կազմեք, որ կողքի խցիկում դուք տեղավորվեք, թե նույն խցիկում տեղավորվեք։ Այդպես է։ Պարոն Աշակյան, ձեր գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստան արևմուտք է տանում։ Նիկոլ Փաշինյանին տանում են արևմուտք։ Նիկոլ Փաշինյանը չի նախաձեռնել արևմտյան ծրագիրը։ Եթե դա ձեզ հետաքրքրում է, արևմուտքը ինքը եկել է Հայաստան, հայտարարել է եւ կարծում եմ առանձնապես մեր կարծիքը չի հարցրել, արևմուտքը այդպիսի բան ունի, արևմուտքը հասել է մինչեւ հարավային Կորեա, հյուսիսային Կորեա, Ճապոնիայի իմպերատորը հագնում է արևմտյան 19-րդ դարի համազգեստ, այդ պաշտոնական արարողությունների ժամանակ Ճապոնիայի իմպերատորը հագնում է արևմտյան համազգեստ ֆրակ, այդպես է կոչվում այդ համազգեստը, 10,000 հոգի ստադիոնում Ճապոնիայում երգում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի նախերգանքը։ Պատկերացնում եք, այսինքն դա պարտադրված է Ճապոնիային։ Հյուսիսային Կորեան գերմանական արժեքային համակարգով է ապրում, կոմունիզմ է կառուցում 19-րդ դարի գերմանական մարքսիզմով։ Հարավային Կորեան անգլոսաքսոնական կոմունիզմն է կառուցում։ Ուզում ասեմ, արևմուտքը ինքը գալիս է, նրան չեն հրավիրում, ինքը գալիս է ուր որ ուզում է։ Արևմուտքը եկել է Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նրանց գալուստը, մի քիչ ուշացումով։ Ես ձեզ չգիտեմ, ձեր ունկնդիրները դրան հետարկում թե չէ։ Մի տարի առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Խզմալյանը Եվրոպական կուսակցության ղեկավարը նախաձեռնեց ստորագրահավաք օրենքով սահմանված կարգով։ Այդ նախաձեռնությանը միացավ Հանրապետություն կուսակցությունը եւ Հանուն Հանրապետություն կուսակցությունը, ինչպես նաեւ Ազատ քաղաքացիներ հասարակական կազմակերպությունը իր համակիրների հետ միասին, օրինակ ես, որպես ազատ քաղաքացի, անկուսակցական, միացանք, հավաքեցինք 50,000-ի փոխարեն 60,000 ստորագրություն, պարտադրեցինք մեր ազգային ժողովին, դա պարտադրանք էր, ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի կուսակցության
ակտիվ մասնակցությամբ դիմեցինք Եվրոմիությանը, այսինքն եվրոպացիներին ասեցինք, բարի գալուստ, մենք էլ ուզում ենք Եվրոպա գալ։ Բայց ավելի վաղ Եվրոմիությանից ասացին, որ Հայաստանը չի դիմել Եվրոմիությանը միանալու համար։ Այո, ես ձեզ որպես Ինչու եթե Նիկոլ Փաշինյանը ողջունել արևմուտքի մուտք, այսպես ասած Հայաստան, ինչու չէին դիմում Եվրոմիություն մտնելու համար, կամ արևմուտք գնում ենք ռուսական ռազմաբազայով, հապկով, ԵԱՏՄ-ով, ինչպես հասկանանք այս հակասությունը։ Աշխատանք է պետք կատարել, այդ մտադրությունն է դա։ Մենք մեր մտադրության մասին ասեցինք։ Մենք այսինքն ես ասում եմ, ոմանք ինձ հետ չեն համաձայնում։ Ես ասում եմ իզուր։ Ուրեմն, քանի որ եվրոպացիները ուզում են գալ, ուզում են նրանք գալ, մենք պետք է գնանք ընդառաջ։ Ուրեմն, բայց գալ մտադրությունը, եվրոպացիների մտադրությունը եւ մեր մտադրությունը ունի մի կարևոր խոչընդոտ։ Մենք պետք է համատեղելի լինենք։ Մեր օրենքները, մեր կարգավիճակը աշխարհում անհամատեղելի է Եվրոմիության հետ։ Մեր ռազմական հարաբերությունները, պատկերացնում եք, մենք Բելոռուսի եւ Տաջիկստանի հետ ռազմական դաշինքի մեջ ենք։ Ռուսաստանը չեմ ասում, պատկերացնում եք, Տաջիկստանը ու Բելոռուսը Եվրոմիության համար անհամատեղելի պետություններ են։ Մենք նրանց էլ ենք հետները ստանում իրենց վարքու բարքով, ուրեմն մենք պետք է մեր հարաբերությունները ճշտենք Բելոռուսի եւ Տաջիկստանի հետ, ընդհանրապես Ռուսաստանի ղեկավարությամբ։ Մեր սահմանների տերը մենք պետք է լինենք օրենքով, որտեղ եվրոպացիները պարտադիր վերահսկողություն են սահմանում իրենց սահմանների վրա։ Այսինքն իրենք պետք է հսկեն սահմանները։ Բա մեր մաքսային, բա մեր հարկային, բա դա արդարադատության համակարգը։ Մենք դրան ասում ենք մարդու իրավունքներ, դա միայն մարդու իրավունքներ չեն, քաղաքացիական հարաբերությունները, ոստիկանությունը, զինված ուժերը, այդ բոլորը, նոտարական աշխատանքը, երթևեկության կանոնները, այդ բոլորը պետք է նույնականացվի, ստանդարտիզացվի։ Այսինքն մերը եւ եվրոպացին Հայաստանում չպետք է իրեն զգա օտար։ Ճիշտ այնպես, ինչպես մենք Եվրոպայում պետք է իմանանք այնտեղ ինչպես կարելի է ապրել։ Ուրեմն դա դեռ մեծ աշխատանք է մեզանից պահանջում։ Ես ընդունում եմ Նիկոլ Փաշինյանի բանաձևը։ Մենք այդ ուղղությամբ աշխատանք կանենք, կընդունեն, լավ է։ Եթե չընդունեն, մենք լավ օրենքներով կապրենք Եվրոպայից դուրս, բայց լավ օրենքներով։ Այսինքն Եվրոպայում ընդունված օրենքները, օրինակ Հովանես Անհողի 800 տարի առաջվա պարլամենտարիզմը անգլիացիների այդ խարտիան, մեծ ազատությունների խարտիան, այսինքն պարլամենտարիզմը մենք ընդունում ենք, մեր երկիրը հենց պարլամենտական պետություն է, չէ, խորհրդարանական։ Մարդու իրավունքները ֆրանսիական մեծ հեղափոխությունից մենք բերել ենք, չէ, մարդու իրավունքները։ Ուզում ասեմ, այդ բոլոր օրենքները մենք պետք է բերենք Հայաստան, համատեղելի լինենք Եվրոպայի հետ միասին։ Ես ես ասեմ, դա գաղտնիք է, ոչ ոք չգիտի։ Սերժ Սարգսյանի օրոք մեր երկիրը 4 տարի, 3 տարի 8 ամիս։ 900 թե քանի օրենք որոշում է ընդունել։ Մեր երկրի օրենքները համապատասխանեցրել է Եվրոմիության օրենքներին ու ստանդարտներին։ Ահագին աշխատանք արել է Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը։ Մի 900 էլ երևի մնացել է, ուրեմն այդ 900-ն էլ հարկավոր է անել, որպեսզի մենք նմանվենք եվրոպացիներին մեր օրենքներով, մեր կանոններով։ Այնպես որ աշխատանք կա, դա հարկավոր է անել։ Ես հույս ունեմ, որ կանի։ Դժվար է Փաշինյանի համար, այսպես ասած, հրաժարվել Ռուսաստանից, հանել ռազմաբազան։ Չի հանում, Նիկոլ Փաշինյանը ոչ հանում է, ոչ էլ բերել է։ Ես մասնակիցն Կարող եմ ենք եղել։ ռազմաբազայի արկայության դեպքում, հապկում լինելու արկայության դեպքում գնալ արևմուտք վերջնականապես։ Նման բան հնարավոր է։ Տեսեք ինչ նրբություն կա։ Եթե ՆԱՏՕ-ն է գալիս, դեմոկրատական պետությունները Եվրոպայի ունեն իրենց զինված ուժերը, դա կոչվում է ՆԱՏՕ, օտան, ֆրանսերեն։
Եթե ՆԱՏՕ-ն է գալիս, նրանք անհամատեղելի են։ ՆԱՏՕ-ի պետությունները Ռուսաստանին հայտարարել են թիվ 1 հակառակորդ։ Տեսեք, թշնամի չէ, թիվ 1 հակառակորդ։ Հայտարարել են, զինված ուժերը կենտրոնացրել են սահմանի վրա։ Ֆինլանդիան 3 առաջի օրը դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, Պետերբուրգից 50 կիլոմետր հեռու, Պետերբուրգից 5 րոպե չէ, քանի րոպեում կհասնի հրթիռը Պետերբուրգ, Պետրագրադ, Լենինգրադ։ Ուզում ասեմ, բարձի, որ թշնամիները մեր կողքը, հա, տնենք կրվածնենք, մենք ինչ գլադիատորներ են կրվածնելու։ Իհարկե պետք է այդ հարցերը, բայց ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը ինքը չի հանելու։ Նրանք գնալու են, հանողը պետք է հանի։ Ես ընդհանրապես դեմ եմ, որ մենք պատերազմ հայտարարենք Ռուսաստանին։ Հարմար չի, հեռու է ուղղակի ու ցուրտ է։ Իմ պապերը այնտեղ եղել են, կռվել են, մինչև Բերլին գնացել են, պատմում էին հայրս, ասում էր, որ ցուրտ տեղ այնտեղ, այստեղ այս կողմերում կռվել ավելի հարմար է։ Մենք չենք գնա, չնայած 200 տարի կռվել ենք ցուրտ տեղերում, ուրեմն Ռուսաստանի հետ կռվելը ուղղակի կլիմայով հարմար չի, ցուրտ է։ Համ էլ պետք է Վրաստանից խնդրենք, որ ճանապարհ տան մեզ, գնանք Ռուսաստանի դեմ կռվենք, հա։ Կատակ եմ անում։ Մենք չենք հայտարարում Ռուսաստանին պատերազմ։ Եթե ՆԱՏՕ-ն գալիս է, մենք այդ բազան ռուսներից կվերցնենք եւ վարձով կտանք ՆԱՏՕ-ին։ Եթե ինքը գալիս է, ՆԱՏՕ-ի դեմ էլ չենք կռվի։ Պարոն Աշակյան, մոտենում են 2026-ի խորհրդարանական ընտրությունները։ Ինքներդ մասնակցելու եք այդ ընտրություններին եւ եթե այո, որ քաղաքական ուժի ցուցակում եք պատրաստվում ընդգրկվել։ Ես մի քանի անգամ մեծամտության մասին խոսեցի, ուրիշին ասում եմ մեծամիտ, ես էլ եմ մեծամիտ, թող հրավիրեն։ Որ քաղաքական ուժի հրավերը Եվրոպական, եվրոպական։ Ես ճորտատիրությունը չեմ ընդունում, ես իմ երկիրը ժողովրդավարական եմ պատկերացնում։ Ես ազատություն եմ, ազատ երկիր եմ ուզում լինի։ Դե դա ասում եմ, էլի լսացնում եմ, հրավիրեք կգամ, բայց հնարավոր է, որ արդեն 30 տարի է, ես հրաժարվել եմ քաղաքական կարիերայից։ Ուղիղ 96 թվականին ես ասեցի դուրս եմ գալիս քաղաքականությունից։ Հիմա տեսեք, դուք ինձ ինչ եք ասում, հիմա ես լսացում եմ, հրավիրեք, կմտածեմ։ Ինչը կստիպի, որ միանաք, նորից վերադառնաք, այսպես ասած, ծառայությունը, եթե իմ կարիքը կա, այդ պայմանը դա է, եթե ես կարող եմ, որպես թոշակառու, որպես անառողջ, տեսնում եք խրպոտ ձայնով եմ խոսում, իմ ձայնը իրականում այսպեսին չէ, մրսել եմ, շուշուտ մրսում եմ, հոդացավ ունեմ, սրտացավ եմ, թոքացավ ունեմ, լյարդացավ, մի խոսքով, հա, եթե այս կարգավիճակով, այս տարիքում, ես ինչ-որ բան եթե կարող եմ անել, բացի այն ինչ-որ հենց հիմա ես անում եմ, ես հիմա ծառայում եմ հայրենից, եթե այլ բան է պետք, պատրաստ եմ անելու, ես միշտ պատրաստ եմ ծառայել հայրենիքին, եթե կա տեղ, որտեղ որ ես ինչ-որ բան կարող եմ անել, իմ կարիքը եթե լինի, ես սիրով կմասնակցեմ։ Իսկ եղել է քաղաքական ուժ, որ հրավիրել է ձեզ, բայց մերժել եք։ Դեռ չէ։ Եվ պարոն Աշակյան, վերջում, ձեր կարծիքով այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ես ասեմ այսպես, քաղաքական նկատառումներով ազատազրկված մարդիկ կան։ Ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որ կան։ Հայաստանի Հանրապետության դեմ կան ուժեր, որոնք որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը դեմ են, ժողովրդավարությանը դեմ են։ Ես կարծում եմ, որ այդպիսի մարդիկ կան, հիմա գովազդի համար նրանց անուն ազգանունները չասեմ, ես կարծում եմ կան այդպիսի մարդիկ, քաղաքական հայտ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը, ուզում են զրկել ինքնիշխանությունից, ուզում են պակասեցնել ժողովրդավարությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինքնապաշտպանական իրավունքով, ինքնապաշտպանության իրավունքով նրանց զրկել է Հայաստանը անազատության գիրկը տանելուց եւ ժողովրդավարությունը պակասացնում։ Ես կարծում եմ, որ կան, ձեր հարցին ասում եմ, այո, կան եւ ճիշտ է, որ կան։ Նրանք պետք է փակ լինեն։ Մեր մոտ արգելված է բռնապետությունը, տերորիզմը, ատելություն քարոզելը մեր երկրում արգելված է։ Դա քաղաքական է։ Այս ատելություն քարոզողներ կան,
պետության նկատմամբ, ժողովրդավարության նկատմամբ կա ատելության քարոզ, նրանք հիմա բանտում են։ Այսինքն այն մարդիկ, ովքեր բանտում են, տերորիստներ են կամ Հայտարարել են այդպիսի ծրագիր, դատախազի մեղադրական Բագրատ եզրակացություն, Սրբազանին նկատի ունեք եւ իր աջակցությունը։ ում վերաբերյալ որ դատավճիռ կա, այո։ Դատավճիռը հիմք եմ ընդունում։ Ընդհանրապես ես իրավունք Իսկ ձերբակալված համայնքապետերին կամ հոգևորականներին համարում եք քաղաքական հոգևորական չէ, անուն ազգանունը, հոգևորականը դա ծառայ է։ Եկեղեցու պաշտոնյաներ են։ Եկեղեցու պաշտոնյան, նկարիչների միության անդամը, հայրենակցական միության անդամը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա եթե ատելություն է քարոզում, ուրեմն նա ենթակա է քրեական պատասխանատվության։ Ես դա եմ ասում, ատելության քարոզ։ Տերորը բարեբախտաբար տեղի չի ունեցել։ Ծրագիր է եղել տերորի ըստ դատավճռի, հետո մարդը չգիտեմ միամտությունից է դա, թե շատ մեծ համարձակությունից հերոստատեսությամբ հայտարարում էր, որ զինված հեղաշրջում եմ ուզում, զինված ուժերին կոչ եմ անում քաղաքական իշխանությունը վերցնել, փոխել։ Դա ծանր հանցագործություն է, զինված ուժերը զենքով մարդը երբ որ իշխանություն է փոխում, հանդիպում է դիմադրության, ուրեմն կրակում է, մարդասպանություն է դա, քաղաքացիական պատերազմ է։ Հայաստանի Հանրապետությունում ես չեմ ուզում քաղաքացիական պատերազմ լինի, ինքս չեմ ուզում դրան մասնակցել։ Ես սովետական բանակում եղել եմ սպորտսմեն հրաձիգ։ Դա նշանակում է լավ կրակել գիտեմ։ Իմ պապը այդպիսին է եղել, իմ հայրը եղել է, լավ հրաձիգ է եղել, երկրորդ համաշխարհային առաջին մարզին։ Իմ տղան լավ հրաձիգ է։ Իմ թոռը այսօր բանակում ծառայում է, լավ կրակող է։ Ոնց եք պատկերում, ես իմ թոռի վրա կրակելու եմ, թե ինքին վրա կրակելու է, իմ տղան ին վրա կրակելու է։ Եթե մենք շատ հնարավոր է, որ տարբեր բարիկադի տարբեր կողմերում հայտնվենք, մեր ընտանիքում զինվորականներ կան։ Ու այդ եկեղեցու կրոնական կազմակերպության պաշտոնյան մեզ իրար դեմ հանում է, մեզ սպանել է տալիս իրար։ Զինված ուժերը, եթե մտնում են քաղաքականություն, նրանք մասնագիտություն ունեն կրակելը, հակառակորդին ոչինչ հասնելը։ Մեր ընտանիքում, ասում եմ, իմ տանը 3 հոգի, թոռս տղաս ես։ Շատ չեղավ։ Դե մյուսներն էլ կմասնակցեն։ Ընտանիքի մյուսն ու կրակել գիտենք բոլորս։ Լավ ենք կրակում, ասում եմ, ունեմ փաստաթուղթ ունեմ սովետական միության իմ զին գրքույկը պահել եմ։ Ստարշի ստրելոկ։ Շնորհակալ եմ պարոն Արշակյան զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրով։ Իմ հյուրներ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ Կհանդիպենք։